Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քրոջն ու 3 եղբայրներին Երևանի Հովի երեխաների աջակցության կենտրոնում փորձում են խաղաղեցնել, ապահով մթնոլորտ ստեղծել, ճանաչել։ Շփոթված են, մոլորված ու վախեցած կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը առաջիկա տպավորությամբ կիսվել է Ազատության հետ, նշելով, որ հիմա պետք է նրանց հանգիստ թողնել։ Խնդրահարույց իրավիճակում են, անխնամությունը ակնհայտ երևում է։ Գումարած դրանց ամբողջ պատմությունները այս փուլում երեխաները լողացել են, փոխվել են, շորեր ենք տվել, փորձում ենք իրենց համար հանգիստ նորմալ մթնոլորտ ձևավորել, իրենց էմոցիոնալ կայունությունն ապահովել, բնականաբար վախեցած են, անհանգիստ են, տեղից տեղ են տեղափոխվել։ Այս ընթացքում անհամար թվով մարդիկ են մտել տուն, դուրս եկել, հարցեր տվել եւ այլն, շփոթահար են, տրավմատիկ վիճակում են երեխաները, նշել է Միրա Անտոնյանը։ Ծափաթաղցի փոքրիկին փրկարարները որոնում էին 1 շաբաթ, նրա մարմինը գտան գյուղից հարակից դաշտամիջյան հատվածում, մարմնի գլխի շրջանում վնասվածքներով։ Նախնական տվյալներով հայրն է խեղդամահարել որդուն, սպանության կասկածանքով նա կալանավորված է։ Աջակցության կենտրոնում հիմա փորձում են հասկանալ ինչպես օգնել Տիգրանի քրոջն ու եղբորը։ Անտոնյանն ասում է, նրանք հիմա պատրաստ չեն անգամ խոսել, տրավման կվերապրեն, արդեն պատրաստ կլինեն խոսելու, կհասկանանք, արդեն արդյոք պետք է ընտանիքի հետ վերամիավորվել, թե այլ լուծում է պետք գտնել։ Այս պահին շատ վաղ է ասել, թե ելքը ինչպիսին կլինի։ Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության հանձնաժողովը երեկ որոշել է, որ 4 երեխաներին պետք է տեղափոխել մայրաքաղաքի աջակցության կենտրոն, մեծ 12 տարեկան է, փոքրը 5։ Անչափահասները 3 ուշ երեկոյան մոր ուղեկցությամբ են հասել կենտրոն, մայրը սակայն նրանց հետ չի մնա։ Կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանն ասել է, եթե որոշել են, որ երեխաները հեռացվեն ընտանիքից, ամենայն հավանականությամբ ունեն հարցականներ կապված մոր կողմից խնամքի որակի կազմակերպման եւ նման հարցերի վերաբերյալ, ինչ վերաբերում է, թե արդյոք արգելվում է մամայի հետ շփումները, թե ոչ, մենք որևէ այդպիսի հրահանգավորում չունենք։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Ազատությանը փոխանցել է, որ այս պահին մայրական իրավունքից զրկելու մասին որոշում չկա, մոր հետ տեսակցության արգելք էլ չկա։ Հարցին, թե մոր հետ եւս աշխատանք է կատարվում, մարզպետն ասել է. միանշանակ ինչ կլինի հետո հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է, բայց արդյոք անհնար էր բացահայտել ինչ էր կատարվում ընտանիքում նախքան դժբախտությունը։ Գեղարքունիքի մարզպետն էլ ասել է, որ ընտանիքի ներսում մթնոլորտի մասին որևէ բան չեն կարող ասել, բայց որ սոցիալական խնդիրներ են ունեցել եւ ոչ միայն համայնք, այլ սոցիալական տարբեր կազմակերպություններ ընտանիքին աջակցել են, դա փաստ է։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից։ Օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է, ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում և ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են և փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրուր լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ և առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է, նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի և պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։